Բարև բոլորին, այս վիդեոն մինչև վերջ նայեք, որովհետև մեր հայ ազգին լավ առումով շոկ եմ ենթարկելու։ Իմ հետևում Սամբլասն է, Սուրբ Վլասը, Լատինական Ամերիկայի շատ երկրների, եվրոպական շատ երկրների պահապան Աստվածն է, Սուրբն է, դե Պարագվայի ընդհանրապես Աստվածն է, վերջն է ինքը իրանց համար էլի, իրանց Սուրբն է, ու ինքը ազգությամբ հայ է, հայ, ու կարող եք մտնել, նայել ChatGPT-ին, հարցնել ինտերնետում ինֆորմացիա հավաքել, Սամբլաս հայն է ինքը։ Ուրեմն փետրվարի 3-ին ամբողջ կաթոլիկ աշխարհը նշում է Սամբլասի օրը, ու որ ինչ-որ մի հատ երկիր եք գնում Լատինական Ամերիկայի, ասում են դուք ինչ ազգ եք, ասում ես հայ, ասում են էդ ինչ ազգ է, ասա ես Սամբլասի ազգից եմ, քիչ ամնում ծնկի կան, տենց իրանց սուրբն ամենամեծ սուրբն է։ Մի հատ լեգենդ կա, որ Պարագվայի Իսպանիա կռվի ժամանակ, երբ իսպանացիներն եկել են, որ Պարագվայը գրավեն, Աստվածը վերևում թրով իջել լույսը տվե, այդ իսպանացիները բոլորը պառկել են, ու պարագվայցիները Սամբլասին են ճանաչել այդտեղ, իրանց սուրբն է դարել։ Սամբլասի անով կան հարյուրավոր եկեղեցիներ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, քաղաքներ, կղզիներ, գյուղեր, ամեն ինչ, իրանց ամենամեծ սուրբն է ու հայը, ազգությամբ հայ, մտեք նայեք։ 12-րդ դարում այդ կաթոլիկ աշխարհը իտալացիները ցանկացել են ջնջեն, որ Սամբլասը հայ է ու վերագրեն, որ նա իտալացի է, բայց պատմությունը չեն կարողացել վերացնել ու Սամբլասը մինչև հիմա աղբյուրներում որ նայում ես, ազգությունը բերում է հայ։ Տարածեք, որ մեր հայերն իմանան ով ունենք։ Ամբողջ Մեքսիկայում կղզիներ կան նրանց անունով, մնացած երկրներում քաղաքներ կան, Իտալիայում մեծ եկեղեցիներ, Անգլիայում եկեղեցիներ, հայ։ Մեր հայ սուրբն է։ Սամբլաս կոկորտի բժիշկ ոնց որ տենց է ինքը էլի։